Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ մի շարք այդպիսի հանգամանքներ կան, որոնք չեն լինում համապետական ընտրությունների ժամանակ։ Այսինքն, եթե տեխնացուները շատ են լինում, նաև ընդդիմությունը հաճախ գնում է այդ մարտավարությանը, շատ տեխնացուներ են գրանցվում, ամեն մարդ իր բարեկամին, դասարանցուն, ընկերոջը, ազգականին արդեն հավաքագրելով, թեև շեմը չեն հաղթահարում, բայց այդ ձայները փոշիացվում են։ Այն հույսով, որ վերջում կարող են մի քանի ուժ միավորվել եւ հաղթանակ տանել իշխանության ներկայացուցչի հանդեպ։ Այս սցենարը միշտ գործում է, ինչպես դա եղավ Գյումրիում։ Հիմա տեսեք, տեղական ինքնակառավարման մարմինների ժամանակ մարդիկ այդքան չեն նայում, որ ուժի ներկայացուցիչն է։ Այո, նայում են, որոշները նայում են, բայց մարդը էլ չի նայում, ասում է մեր բակի էս ինչն է, բաժանաղիս աղբերն է, ես շատ գիտեմ ելով է, իրար հետ աշխատել ենք, իրար հետ դպրոց են գնացել, սենց կապվածությունները բնակավայրի հետ կապված բավականին մեծ են, ինչը արդեն ձայներ է փոշիացնում եւ ազդում է մի շարք հանգամանքների վրա։ Համապետական ընտրությունների ժամանակ արդեն մարդիկ հասկանում են, որ 5 տարվա համար իրենք ընտրում են այդ երկրի ապագան, ուղղությունները եւ մի շարք ավելի շատ լուրջ ռազմավարական ուղղություններ։ Եվ հետևաբար այս հանգամանքներից ելնելով ես գտնում եմ, որ ազգային ժողովի ընտրությունները շատ ավելի բարձր ցուցանիշներ են ունենալու։